Բարև սիրելի քույրեր, եղբայրներ, քանի ամսից հետո նորից ձեզ հետ ենք, փառք ենք տալիս Աստծուն։ Աստծո բոլորդ լավ եք, ողջ եւ առողջ, պատրաստ Աստծո պատգամը լսելու։ Ամեն։ Այսօրվա պատգամը երկու մասից է բաղկացած։ Սկիզբը ինչ որ ինձ հետ է պատահել, Աստծո հետ կպատմեմ, ինչ որ տեսել եմ եւ երկրորդը կանցնենք մի հատված Աստծո խոսքից։ Ուրեմն վերադարձել էինք եւ ճիշտն ասած մի քիչ հոգնած, տենց մրսած, տենց լավ վիճակի մեջ չէի ու տենց ժամերը խար, տենց քնագլուխ, Աստված մի հատ երազ տվեց, հայտնեց, որ այս անգամ մտածեցին, որ այն ինչ որ իսկապես ինձ հետ կատարվերա ձեզ հետ կիսվեմ, այն ինչ որ իրականությունն է։ Ուրեմն մի հատ երազ տեսամ, մի հատ կին էր, մի թվում էր ես եմ, կարճ եւ կեղտոտ հագուստով, մի հատ կին էր, որ շատ կներեք, իր շորը այնքան կարճ էր, որ արդեն ամբողջ իր հետույքը երևում էր եւ իր մեջը կղկղանք։ Ու այս կինը անընդհատ ման էր գալիս, որ ինչ-որ ձևի իրան թաքցներ, մինչև իրան էթար զուկարան։ Ուրեմն գնաց զուկարան ու ձեռքով այդ կղկղանքը այնքան իր հետ ման էր տվել, որ արդեն չորացել էր, չիրլի նման։ Այսպես թալեց ու ձեռքերը լվացեց։ Ու այդ ժամանակ մի հատ հավատացյալ կին էր, որ ես ճանաչում եմ, եկավ, ինքը ուրիշ եկեղեցուն է պատկանում։ Ուրեմն այն էլ եկավ եւ ինչ-որ անընդհատ այս կինը ուզում էր թաքցներ իրան այն մյուս կնոջից կամ ուրիշներից, այն ինչ-որ ինքը կա թաքցներ ու լվացվեց ու դուրս եկավ եւ էլ ոչ մի բան չխոսեց։ Ես մտածում էի Տեր Աստված, այս ինչ տարօրինակ երազ է, այս ինչ բան էր ես տեսամ, այդ կինը, այդ ամոթը, այդ ամեն ինչը, ինչ ես ուզում ասես ինձ Տեր եմ Աստված ու Դե ինչ որ մենք խոսել ենք միասին, ես գրել եմ սիրելիներս եւ դες համար կկարդամ։ Ասում եմ, ոչ թե ես պետք ունիմ ձեզ, այլ դուք պետք ունիք ինձ։ Լվացվեցեք եւ սրբվեցեք, որովհետեւ շուտով գալիս եմ եւ իմ վարձքը իմ ձեռքերում է։ Լվացվեք, մաքրվեք եւ սրբվեք, սա է ձևը եւ ուրիշ ձև չկա։ Եվ ուրիշ մի բան խոսեց ինձ հետ, որ պատահում է մարդիկ քնած տեղը կարծում են, որ իրանք ինչ-որ միզելու պահանջ ունեն կամ կեղտոտելու, բայց չեն վեր կենում ու տես քնած տեղը կարծում են, որ գնացել են զուգարան եւ քնած տեղը իրանց տակը թրջում են կամ կեղտոտում են ու հետո արթնանում են, տեսնում են, որ թե իրանք ամեն ինչը կեղտոտվել է։ Տերը նման մի բան էլ ինձ պատկերացրեց եւ ասաց, որ այդ սուտ հանգստությունը, այդ պահին, որ մեկը երազում բան է տեսնում, որովհետեւ արթնանում է եւ տեսնում է, որ ինքը ամեն ինչը կեղտոտել է։ Չլինի, որ այդ վիճակում հայտնվեք, ձեր հանգստությունը ես եմ եւ ուրիշ հանգիստ չկա։ Մի փնտրեք այնտեղ, որտեղ չկա, որովհետեւ կգտնեք միայն ամոթ։ Ինչպես այն մարդը, որ քնած տեղը կարծելով, որ արդեն ճիշտ տեղում է հանգստացրեց, բայց երբ արթնացավ, միայն ամոթ տեսավ ու խայտառակություն։ Ես եմ ձեր հանգիստը։ Ձեր շորը կարճ է ձեր հետույքը եւ կղկղանքը ծածկելու համար, սրբության հանդերձը կարող է ծածկել ձեր ամբողջ էությունը։ Ինչպես երազում կինը կղկղանքը հեռացրեց ու լվացվեց, ահա լվացվեցեք, հեռացրեք ձեզանից ձեր մեղքերը եւ ապաշխարեք։ Ոչ ոք երեխային չի հանդիմանում տեղը թրջելու կամ կեղտոտելու համար, բայց դուք վաղուց պետք է սովորեիք ձեր հանդերձանքը մաքուր պահեիք։ Բայց դեռ ափսոս, Տերն ասում է ափսոս, սատանան ձեր հարսանեկան զգեստը գողացել ու խայտառակության զգեստը հագցրել։ Հանեք այդ զգեստը եւ սրբության ու արդարության գեղեցիկ ու շքեղ զգեստը հագեք։ Պատրաստվեք, որովհետեւ փեսան գալիս է եւ ահա դրանն է, ով լսող ականջ ունի թող լսի։ Ապաշխարեք ու ապաշխարության կանչեք։ Ամեն։
Սա Տերոջ պատգամն էր, սիրելիներ, ուղղակի այն ինչ որ Տերը խոսել է, մեր մեղքերը, մեր սխալները, մեր դիրքը սխալ է Աստծո առաջ։ Մենք մեր մեղքերը պիտի հեռացնենք եւ արդարությանը զգեստ հագնենք, սիրելիներս։ Երկրորդ մասը կուզեմ, որ իսկապես ամենս մտածենք, որ այն ինչ որ մեղքը, այն ինչ որ սխալ է, միայն մի ճանապարհ ունի, ինչպես որ կեղտը լվացվելով է մաքրվում, մեր մեղքերն էլ ապաշխարությունով է լվացվում, սիրելիներս։ Մենք սովորություն ենք արել մեր մեղքերը այնքան մեզ հետ քաշ տանք, որ այդ կղկղանքը չոր ճիրի նման էր դարձել։ Մենք սովորություն ենք արել մեղքը, կեղտը մեզ հետ ման տանք, եւ այդ Աստծուն դուր չի գալիս, մենք պիտի հեռացնենք, եւ այդ մեր շորերը, մեր զգեստը, որ արդեն սպիտակ չի, հարսի շորը պիտի մաքուր, շքեղ, սպիտակ լինի, չէ՞, բայց սպիտակ չէր, այդ կնոջ հագուստը կեղտոտված էր, արդեն մոխրագույն էր ու սև պուտեր ուներ եւ կարճ էր, եւ մենք դրանով չենք կարող հարսանիքին մասնակցենք։ Փեսան մեզ զգուշացնում է, այդ կեղտի շորերը հանենք եւ հարսանեկան շքեղ ստերս հագնենք, արդարության եւ սրբության զգեստը, սիրելիներս։ Եվ այդ շատ կարևոր բան է, թեկուզ կարող է մարդը մեկը լսի ասի, այս ինչ բաներ է պատմում, բայց այս իրականություն է, այդ մեր մեղքերը հենց այդ չափի կեղտոտ է, եւ մենք հենց այդ չափի զզվելի ենք, եթե մեկը այդ վիճակում հայտնվի, մենք այդ վիճակում ենք Աստծո աչքին, սիրելիներս։ Եվ Տերը զգուշացնում է, եւ ասում է, ափսոս, դուք վաղուց պիտի ձեզ մաքուր պահեիք, դու վաղուց պիտի սովորած լինեիք ձեր հանդերձները մաքուր պահել, բայց ափսոս եւ Տերը նախքան իր վերադարձը նորից մեզ զգուշացնում է, սիրելիներս, եւ ով ականջ ունի թող լսի։ Երկրորդ մասը առաջին մնացորդաց 19-րդ գլուխ 1-ից 5 համարները կկարդամ ու կանցնենք խոսքին։ Առաջին մնացորդաց 19 1-ից մինչև 5-ը։ Եվ նրանից հետո եղավ, որ Ամոնի որդկանց թագավոր Նասը մեռավ, եւ նրա որդին թագավոր եղավ նրա տեղ, եւ Դավիթն ասեց Նասի որդին Անոնին մարդասիրություն անեմ, որովհետև նրա հայրն ինձ մարդասիրություն արավ, եւ Դավիթը դեսպաններ ուղարկեց, որ նրան մխիթարեն իր հոր մասին, եւ Դավիթի ծառաները գնացին Ամոնի որդկանց երկիրը Անոնի մոտ նրան մխիթարելու, եւ Ամոնի որդկանց իշխանները ասեցին Անոնին. Միթե Դավիթը մեծարում է քո հորը քո աչքի առաջին, որ քեզ համար մխիթարիչներ է ուղարկել, չէ՞ որ Դավիթն իր ծառաներին քեզ մոտ ուղարկեց այս երկիրը քննելու, տակն վրա անելու ու լրտեսելու։ Եվ Անոնն առավ Դավիթի ծառաներին ու նրանց ածիլեց եւ կտրեց նրանց հանդերձների կեսը մինչև նստելատեղը եւ արձակեց նրանց։ Եվ գնացին ու պատմեցին Դավիթին այս մարդկանց մասին եւ նա մարդ ուղարկեց նրանց դիմավորելու, որովհետեւ այն մարդիկը շատ անարգվել էին եւ թագավորն ասեց. մնացեք Երիքով մինչև որ ձեր մորուքը աճե եւ հետույքը եւ հետո դարձեք։ Մնացեք Երիքով մինչև ձեր մորուքը աճե եւ հետո դարձեք։ Տեսնում եք, որ այդ մարդիկ ոնց որ իր հայրը որ մահացել էր լավություն էր արել Դավիթին եւ Դավիթ ուզում էր փոխադարձաբար բարի գտնվեր այդ մարդու հանդեպ, ուրեմն մարդիկ է ուղարկում, որ իրան մխիթարեն, բայց այդ երկրի մարդիկ սխալ խորհուրդ են տալիս։ Ասում են, որ ինքը մարդ է ուղարկել լրտեսելու, որպեսզի մեր երկիրը գրավի։ Ու այդ մարդը, որ իր հայրը մահացել էր, հրամայում է, որ Դավիթի ուղարկածներին երեսները ածիլեն եւ հանդերձները գոտու ցած կտրեն, այսինքն իրանց ամոթի վիճակ ամոթալի վիճակի մեջ հայտնվեն ու դրանց ճանապարհում է հետ։ Դավիթը, որ իմանում է, ասում է, որ մնացեք Երիքով, մինչև ձեր մորուքը գա, ձեր հանդերձները ուղարկում, որ հանդերձները փոխեն եւ այդ մարդիկ մնում են այդտեղ, մինչև որ հետո կարողանան վերադառնան Աստծո ժողովրդի մոտ։ Տեսնենք, այս ինչա կատարվել եւ մեզ հետ ինչ կապ ունի այս պատմությունը, սիրելիներս։ Ուրեմն տեսնում ենք, որ մենք որպես առաջին ազգ
քրիստոնեությունը ընդունել ենք, Հիսուսին ընդունել ենք եւ մեզի Աստված ուղարկել է աշխարհը քարոզելու ըստ իր խոսքի, չէ՞։ Մենք պիտի գնայինք աշխարհը քարոզեինք, իր խոսքը տարածեինք, ինչպես որ Դավիթը այդ մարդկանց ուղարկեց, որ գնան մխիթարեն, գնան Աստծո խոսքը տանեն, գնան մխիթարեն, մենք էլ պիտի Աստծո խոսքը տանեինք, ժողովրդին աշխարհին մխիթարեինք, բայց տեսնում ենք, որ մենք այստեղ չենք կարողացել, այն ինչ որ Աստված մեզ ցանկացել է, այն ինչ որ Աստված նպատակ ունեցել մեր ազգի համար, մենք կատարենք, սիրելիներս։ Մենք տեսնում ենք, որ Սատանան մեզանից շատ բաներ է գողացել, ինչպես Հովանու 10:10-ում ասում է, չարը չի գա միթե գողանա փչացնի կամ մեջտեղից տանի։ Ես եկամ դուք կյանքն ունենաք եւ էլ ավելին ունենաք։ Սատանան շատ բաներ մեզից գողացավ եւ մեզի այս վիճակի մեջ, ամոթալի վիճակի մեջ հայտնվեցինք, սիրելիներս։ Մենք ոչ թե չկարողացանք Աստծո գործը կատարենք, Աստծո ծրագիրը կատարենք, այլ մենք մեր սրբության եւ արդարության զգեստն էլ կորցրեցինք Աստծո աչքին, Տեր։ Եվ Տերը այսօր մեզի նորից կանչում է ապաշխարության։ Մենք ինչու այդ ամեն ինչը կորցրեցինք։ Մենք նմուշներ ունենք Աստծո խոսքի մեջ, որ հուշում է այն ինչ որ մենք ենք հայտնվել այդ վիճակի մեջ, որովհետեւ որ մենք շատ հաշիվների մեջ մտանք, մեր վախերը մեզի ազդեց, ինչպես որ Աստծո խոսքի մեջ Ծննդոց 34-ի մեջ, Ծննդոց 34 Հակոբի ընտանիքի մասին է, ես կհիշեցնեմ ձեզի, դուք կարող եք հետո կարդալ, ուրեմն Հակոբի աղջիկ Դինան գնում է իր շրջապատի այդ ուրիշ ազգերի աղջիկների հետ շփվելու, ինչ որ Աստծո կամքին հակառակ էր, Աստված ասել էր մյուս ազգերի հետ մի շփվեք, ինքը գնաց եւ այդ երկրի իշխանի տղան իրան բռնաբարեց եւ հետո բարկություն եղավ, իր եղբայրները դաշտից եկան բարկացին վիճակի վրա, հետո խաբեցին, ասեցին պիտի ամուսնանաք մեր աղջկա հետ, հետո ամենին ասան պիտի թլպատվեք եւ հետո իրանց ամենին մերցրին, պատմությունը այսպեսին է։ Եվ Հակոբը այս մեջտեղը միայն ասում էր, որ այս ամենին դուք թշնամություն, այդ ազգերին թշնամի դարձրեցիք ինձի։ Այսինքն Աստծո կամքը անտեսնում են, իրականում անտեսում են, որովհետև որ հենց ամեն ինչը խաղի են վերածում, թեթև են մոտենում Աստծուն եւ Աստծո ասածներին, իր աղջիկը գնում է շփվելու, Հակոբը չի հիշում, որ Աստված նման բան է պահանջել եւ մենակ Իրանից է խոսում, ես կուզեմ այս մասը հատուկ ձեզ համար կարդամ, սիրելիներս, Ծննդոց 34 30 եւ 31 համարները։ Ուրեմն, երբ որ Դինայի եղբայրները Շմավոն եւ Ղևին եթում են եւ այդ ազգի բոլոր ժողովրդին ջարդում են, Հակոբը ինչ է ասում։ Եվ Հակոբն ասեց Շմավոնին ու Ղևին. Ինձ այս երկրի բնակիչների, քանանացիների ու փերեզացիների մեջ ատելի անելով ինձ փորձանքի մեջ գցեցիք եւ ինձ հետ քիչ մարդիկ կան, նրանք ինձ վերա հավաքվին, ինձ կզարգեն, կկորչեմ ես եւ իմ տունը, եւ նրանք ասացին, ապա բոզիկ մեզ պետք էր անել մեր քրոջը։ Ստե տեսնում ենք Հակոբը 7 անգամ ինձ է ասում, այսինքն ամեն ինչը իր շուրջն է, իր մասին է, իր ապահովությունը, իր հանգստությունը եւ մենք այդ ենք ելը սիրելիներս, ամենը հաշվարկների մեջ ենք ելը, վախերի մեջ ենք ելը, բա որ մեկին ասենք ինչու ես գողացել, բայց մեկին ասենք ինչու ես շնացել, բա մեկին ասենք ինչու ես պայմտել, բա մեզ վատ կելի, բա մեզ փորձանքի մեջ կհայտնվենք եւ գնալով սովորեցինք մեղքի հետ ապրել։ Գնալով սովորեցինք մեղքի հետ ապրել եւ այդ մարդիկ էլ որ մեղքի մեջ են համարձակություն ձեռք բերեցին, որ բաց էի, բայց մեղ գործեն, շնություն անեն, չարություն անեն։ Որովհետև այս ամեն ինչը, որ մենք հիմա ունենք, մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք, սիրելիներս։ Որովհետև որ ժամանակին չխոցեցինք, լուր մնացինք, Աստծո խոսքը չտարածեցինք եւ ոչ թե չտարածեցինք, մենք մեր սրբությունն էլ կորցրինք։ Լռության, վախի, հաշիվները անելու պատճառով։ Բայց Աստված ինչ է պահանջում, Աստծո խոսքն ասում է
Քո նախանձը, քո տան նախանձը ինձ կերավ։ Քո տան նախանձը ինձ կերավ, մենք նախանձախնդիր եղել ենք Աստծո հանդեպ, իր տան հանդեպ, իր խոսքի հանդեպ, իր պատվիրանների հանդեպ։ Ցավոք չենք եղել։ Ափսոս։ Ուրիշ պատմություն ունենք Աստծո նախանձի մասին, ուրեմն Թվոց 25։ Թվոց 25-ը ուրեմն իսրայելացիք Մովաբի աղջիկների հետ խաղ էին անում, պար էին անում, շփվում էին եւ ամեն շնություն անում էին եւ իրանց չասվածների զոհերից էլ ուտում էին եւ այնքան էին արդեն աներեսացե, անամոթացե, որ անգամ այդ աղջիկներին բերում են իրանց իսրայելացիների վրաներում, բնակավայրերում, որ շնություն անեն եւ ամենն էլ նայում էին, բայց այդ մեջտեղը մի մարդ կար, որ Աստծո համար նախանձախնդիրն էր եւ այն Փենեհեսն էր Ահարոնի թոռը, որ երբ որ մի օր Աստված երբ որ տեսավ, որ այդ մարդը, որ ինքը մի հատ այդ իսրայելացիների իշխանների տղաներ եւ այդ աղջիկն էլ այդ մոավացի իշխանների աղջիկն էր, տեսավ, որ եկել են եւ գնում են շնություն անեն, նիզակը վերցրեց, գնաց այդ վրանի մեջ երկուսին զարկեց եւ սպանեց։ Եվ այդ մեծ Աստծո բարկությունը, որ եկել էր իսրայելացիների վրա դադարեց, 24000 մարդ մահացավ Աստծո բարկության պատճառով, բայց այդ մարդու նախանձախնդրությունը դադարեցրեց Աստծո բարկությունը։ Մենք նախանձախնդիր չենք եղել Աստծո խոսքի եւ Աստծո կամքի եւ մեր եկեղեցու եւ մեր ժողովրդի հանդեպ։ Մենք մեր գլուխն ենք պահել։ Եվ դրա համար էլ այսօրն ենք հայտնվել ամոթի ու խայտարակության մեջ, այն գլխից միջև ցած։ Մենք հայտնվել ենք այդ Դավիթի ուղարկված մարդկանց նման, որ երեսները ածիլել են եւ շորները գոտկատեղից ցած կտրել են, ամոթի մեջ, խայտարակության մեջ, որ էլ ծածկել չի լինի։ Բայց Դավիթը այդ մարդկանց ասավ Երիքով մնացեք, մինչև ձեր խայտարակ վիճակը մաքրվեք եւ հետո գաք Աստծո ժողովրդի մեջ։ Այսօր էլ Տերը մեզ հենց այդ է ասում։ Ապաշխարենք։ Երիքով ինչու մնացին այդ մարդիկ, մինչև իրանց երեքսի մորուքը գա եւ հանդերձներ ուղարկեց, որ այդ կիսամերկ վիճակից դուրս գան։ Եվ Տերը այսօր մեզ էլ հենց այդ է ասում։ Ասում ապաշխարեք, որ այդ ձեր ամոթը ձեզանից հեռանա։ Սրբությանը զգես թաքեք։ Արդարությանը զգես թաքեք։ Այդ Երիքով ինչ քաղաք էր։ Երիքով մի հատ հպարտ մեծ հզոր քաղաք էր, լավ տենց շրջապատված պատերով, երկու չարք պատ շուրջներ ու տներ կար, այդ ամեն ասում էր ես եմ, որ ես ոչ ոք չի կարող ինձ հաղթել։ Բայց Աստծո ժողովուրդը, որ հավատում էին Աստծո զորությանը, միայն վստահեցին Աստծուն, միայն քայլելով ու աղոթելով այդ ամեն ինչը թափելվեց եւ իրանք հաղթեցին այդ մարդկանց եւ ամեն բան իրանցով արան։ Դա միայն մի մարդ փրկվեց, այդ Ռահաբը եւ իր ընտանիքը, ինչու, որովհետեւ հավատաց Աստծո զորությանը, հավատաց, որ Աստված կարող է։ Այդ ամեն Երիքովի քաղաքի մարդկանցից մենակ Ռահաբը պատճառ դարձավ ինքը եւ իր ընտանիքը փրկվեն եւ այն ինչ որ ունեն եւ Իսրայելացիք միայն Աստծուն վստահելով այդ ամեն ինչը ձեռք բերեցին եւ հիմա այդ հաղթանակը ձեռք բերեցին եւ գնացին դեպի ավետյաց երկիր, դեպի այն երկիրը, որ Աստված իրանց տվել էր, այն ծրագիրը, որ Աստված իրանց հետ ուներ։ Բայց մենք կորցրինք մեր գլուխը։ Մենք կորցրինք այն ինչ որ Աստված մեզ համար ցանկանում էր եւ այս վիճակի մեջ հայտնվենք։ Ռախաբը չվախեցավ, այդ մարդկանց չվախեցավ իր քաղաքի մարդկանցից
Եվ տեղ տվեց այդ Իսրայելի ժողովրդին, որ գնացել են, թաքցրեց եւ դրա համար էլ փրկվեց եւ ինքը որ մատ պորնիկ էր Աստու ժողովուրդ համարվեց։ Աստու ժողովուրդ համարվեց, բայց էլ պիտի փոխվեր։ Ոչ էլ այդ հակուսները, որ հակում էր կարող էր հակներ, ոչ էլ են վարքու բարքը, որ ուներ կարող էր նորից աներ Աստու ժողովրդի մեջ։ Այդ փոփոխությունը մենք կարիք ունենք։ Աստված կարող է այս մեր ամոթից մեզի ազատի եւ իր ժողովուրդը դարձնի։ Մենք պիտի ապաշխարենք այդ պղծության, այդ չարության զգեստը անենք, սրբության, արդարության զգեստը հատնենք, որպեսզի արժանի լինենք Աստծո ժողովուրդը համարվենք, որպեսզի կարողանանք նորից վերադառնանք Աստծո ժողովրդի մեջ։ Պիտի ազատվենք մեր վախերից, մեր հաշվարկներից եւ ամբողջովին վստահենք Աստծուն։ Ամեն ինչից առաջ ասում Աստծո արքայությունն ու նրա արդարությունը խնդրեցեք եւ մնացածը կտրվի ձեզ։ Այսօր մենք մտածում ենք մեր ապահովության համար, մեր դիրքի համար, մեկը մի բան չասի, մեկը մի բան չանի, լուր մնում ենք։ Պիտի սիրելիներս մեծ փոփոխություն կատարենք, եթե ուզում ենք փրկվենք, որովհետև որ այս ամեն ինչը որ կատարում է, այ իսկապես ամոթալի է։ Այն ինչ որ մեր ազգի մեջ հիմա կատարվում է, այդ ամենը մեղքի հետևանք է, այդ ամենը Աստուն հաշվի չառնելու հետևանք է։ Ոչ միայն այդ մարդիկ, որ այդ մեղքը կատարել են, եկեղեցին էլ է մեղավոր։ Մենք, որպես եկեղեցի, մեղավոր ենք։ Որովհետև նախանձախնդիր չենք ելել, որովհետև որ հաշվարկ ենք արել, որովհետև որ վախեցել ենք, եթե առաջի օրերին մենք կանգնեինք այդ ամեն չարիքի դեմ, այդքան չէր խորանա։ Պիտի հաշիվ պահանջեինք, ոչ թե թողնեինք ոտից գլուխ մեղքի մեջ թաղվեինք, որ այսքան ամոթով մնայինք, որ ոչ ոքի մոտ գլուխ չունենանք, բարձրացնենք մեր եկեղեցու անունը տանք։ Ամոթ մեզ իսկապես ամեն մեկիս։ Եվ Աստված ինչ է ասում, Աստված ասում է ափսոս, բայց էլի նորից Աստված առիթ է տալիս մեզի ապաշխարության։ Էլի ասում է, ես անգամ պոռնիկ Ռախաբին փրկեցի, դուք էլ կարող եք փրկվել, միայն թե ապաշխարեք։ Էլի նորից առիթ է տալիս Աստված։ Եվ Երիքովում ձեր մորուքը կաճե եւ ձեր հանդերձները նոր հանդերձներ կլինի։ Ուզեմ կարդամ Հուդայի թղթից։ Հուդա 14 մինչև 23-ը կարդամ, սիրելիներս, որ կեղծ ուսուցիչների մասին է խոսում եւ այն ինչ որ մենք պիտի անենք։ Ելավ քնել, որ 7-րդն էր Ադամից սրանց համար մարգարացավ եւ ասաց. ահա Տերը եկավ իր յուրավոր սուրբերով, որ դատաստան անե ամենին եւ նրանց ամբարիշտներին հանդիմանե իրանց արած բոլոր ամբարիշտ գործերի համար եւ բոլոր այն խիստ խոսքերի համար, որ ամբարիշտ մեղավորները նրա դեմ խոսեցին։ Սրանք տրտնջողներ եւ փսփսողներ են, որ իրանց անձերի ցանկությունների պես են գնում եւ նրանց բերանը անպարտավան բաներ է խոսում, երեսպաշտություն են անում շահի համար, բայց դուք սիրելիներ, հիշեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոս առաքյալներից առաջուց ասած խոսքերը, որովհետև ասում էին ձեզ, թե վերջի ժամանակներում ծաղրանող մարդիկ կլինեն ու իրանց ամբարիշտ ցանկությունների հետևից կգնան։ Սրանք են, որ ջոկում հեռացնում են իրանց, շնչավորներ, որ հոգին չունեն, բայց դուք սիրելիներ ձեր անձերը ձեր սուրբ հավատքի վրա շինեցեք սուրբ հոգովը, աղոտ կանելով, որ ձեր անձերը Աստծո սերի մեջ պահեք, սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար, եւ մի քանիսին ողորմեցեք խտրություն անելով, եւ մի քանիսին բախով ապրեցրեք կրակից հափշտակելով, ատելով այն պատմությանն էլ, որ մարմնիցն ախտողտված է։ Աստծո խոսքը ինչ է ասում, այդ ուսուցիչները, որ շահի հետևից են գնում, որ շողոքորթում են շահի համար,
Ասում է զգուշացեք, Սուրբ Հոգով, աղոթքով, երկրպագությունով դուք ձեր գործը, ձեր ճանապարհը հետևեք, որպեսզի փրկվեք եւ այս ընթացքում այն մարդիկ էլ, որ մեղքի մեջ են, իրենց զգուշացրեք։ Մենք պիտի խոսենք, պիտի ապաշխարենք եւ մեր շրջապատին, որտեղ որ Աստված առաջնորդում է դեպի ապաշխարություն կանչենք սիրելիներս։ Եվ վերջում կարդում եմ Հայտնություն 3-րդ գլուխ 5-րդ համարը։ Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնե եւ նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջիլ եւ կդավանեմ նրա անունը իմ հոր առաջին։ Ով որ ականջ ունի թող լսե, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Ամեն։